Մենք բազմազավակ ընտանիքների համար մշակել ենք կարևորագույն ծրագրեր։ Դրանցից մեկը ես նշեմ։ Այն պահից սկսած, երբ ընտանիքում ծնվում է 4-րդ բալիկը, պետությունը պետք է գա կանգնի այդ ընտանիքի կողքին եւ մարզում բնակարան հանձնի, տուն հանձնի այդ մարդուն։ Ու այդպես շարունակ ամեն երեխային 5-րդ երեխա եւս մեկը, 6-րդը եւս մեկը։ Նորից էլի հարցնում ենք, ինչու այդպես եւ այդ արդյոք մենք կարող ենք դա մեզ թույլ տալ։ Իսկ ես հարց եմ տալիս, կարող ենք արդյոք նման բան մեզ թույլ չտալ, եթե 2050 թվականին, երբ այս իշխանությունը 5 միլիոն բնակչություն էր խոստանում, 2050 թվականին մեր 65 տարի եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը շուրջ 25% է լինելու։ Եթե դուք դրանից էլ հանում եք երեխաներին, հաշմանդամություն անձանց, ովքեր անգործունակություն ունեն եւ այլն անաշխատունակություն, հələ տեսեք աշխատող հատվածի վրա ինչքան մեծ բեռ է ընկնում երկիրը պահելու համար։ Այսօր Արմավիրի ու մյուս մարզերի բազմաթիվ հեռավոր բնակավայրերում բացակայում են մանկապարտեզները, դեղատները անգամ, խանութները, հասարակական տրանսպորտը։ Մեր առաջնահերթ քայլերն են։ Մարզպետարանների գործառույթները փոխելու ենք, դրանք դարձնելով ոչ թե վերահսկող մարմիններ, քաղաքական բռնաճնշումներ եւ ուսանողներին հարկադրանք կատարելու համար, այլ լինելու են համայնքների զարգացման կենտրոններ։ Մեր ծրագրի համաձայն Բարձրագույն կրթությունը Հայաստանում, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար դառնալու է անվճար։ Մենք դա ապահովելու ենք։ Բոլոր պետական բուհերում կրթությունը լինելու է անվճար։ Մասնավոր բուհերում սովորող ուսանողների համար գործելու է այնպիսի համակարգ, համաձայն որ իրենք ստանալու են վարկեր շատ ցածր տոկոսադրույքներով, որից հետո այդ գումարները վճարելու են իրենց սովորելուց հետո։ Պետությունը պետք է վերադառնա եւ կանգնի իր քաղաքացու կողքին։ Մենք բարձրացնելու ենք նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները։ Նաև աշխատանքը կորցրած մարդու կողքին պետք է պետությունը կանգնած լինի։ Այսինքն պետք է ժամանակավոր պետությունը աջակցություն տրամադրի, մինչև մարդը կարողանա նոր աշխատանքի հնարավորություն իր համար ստեղծի։ Հավատում եմ, որ մենք կերտելու ենք այնպիսի երկիր, որտեղ մարդը լինելու է ավելի արժանապատիվ, օրենքը ուժեղ։ Ես հավատում եմ, որ կերտելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ պետականությունը չի ծառայելու որևիցե մեկի կամ ոմանց իշխանության համար։ Ժողովուրդ ջան, այս ընտրությունների ժամանակ արդեն համատարած են դարձել մարդկանց վախեցնելու դեպքերը։ Մեկին ասում են գործից կազատենք, մեկի երեխուն գործից կազատենք, հանգարց թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ կարողանա վախեցնել։ Դուք քվեախցիկ երբ գնաք, միշտ հիշեք, դուք այնտեղ ժողովուրդ ջան, դուք ամենակարողն եք։ Եվ մտածեք, խնդրում եմ ձեզ, որ մենք մեր երկիրը ունենք, մենք մեր երկիրը ունենք ու հիշեք, որ ամեն մեկը ուզում եք ունենանք այս իմ խոսքերը, հզոր երկիր, հզոր երիտասարդներ, որոնք ապագա ունեն մեր երկրում, այդ երկիրը եթե մենք ուզում ենք, խնդրում եմ ձեզ քվեարկել առանց վախերի, որևէ մեկը չի կարող վերահսկել ձեր ընտրությունը։ Այդ ստեղծում են այտենց իլյուզիա, պատրանք, տպավորություն, թե իբր ամեն ինչ որոշված է, այսօրվա իշխանությունը ընտրված է, ՔՊ-ն ընտրված է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, այդպես չէ։ Եթե այդպես լիներ, նրանք ձեզ չէին վախեցնի։ Իսկ նրանք վախենում են համայնքապետերից սկսած, վախենում են ամեն մարդու ձայնից։ Քվեարկեք միասնության թևերի օգտին, քվեաթերթիկ համար 6։